Ժողովրդավարությունը Թուրքիայում լավ օրեր չի ապրում Էրդողանի գլխավոր մրցակից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ İmamoğlu'ի ձերբակալությունից հետո այդ երկրում վերջին տասնամյակի ամենամասշտաբային բողոքի ցույցերն են սկսվել։ Մեկ շաբաթ է իրադրությունը գնալով լարվում է, փողոց դուրս եկածների թիվը մեծանում, Էրդողանին դիմախոսները համոզված են տեղի ունեցածը քաղաքական ձերբակալություն է, որովհետև İmamoğlu'ի վարկանիշը բարձրացել է նույնիսկ այնքան, որ նա արդեն նախագահականի ճանապարհին է։ Այս քաղաքական ձերբակալությամբ Էրդողանն ու իր վարչակազմը փորձում են փրկվել պաշտոնավարման ևս մեկ ժամկետ պոկել թուրք հասարակությունից։ Հայ թուրքագետն էլ հակված է այդ տեսակետին, İmamoğlu'ն բանտում է, որովհետև ինքն ու իր ուժը համարվում են գործողների հիմնական մրցակիցը։ Հետապնդումը, որովհետև տեսեք İmamoğlu'ն փաստացի միակ լուրջ հավանական թեկնածուն է Էրդողանի դեմ պայքարում եւ ունի ռեալ շանսեր։ Տեսեք, մինչ այդ էլ İmamoğlu'ի անունը բավականին երկար տարիներ շրջանառվում է, այս տեսեք գործողությունները սկսվեցին այն ժամանակ, երբ որ ըստ էության այդ պոտենցիալը ավելի մոտ է։ İmamoğlu'ին պահում են նույն բանտում, որտեղ որ պահում են միայն քաղաքական գործիչներին, լրագրողներին։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին ոչ միայն ձերբակալել են երկու խոշոր մեղադրանքներով, այլ նաև հասցրել են պաշտոնից հեռացնել։ Թուրքիայի իշխանությունը իր հերթին արդարանում է, քաղաքականության մասին խոսք չկա։ İmamoğlu'ին կդատեն իրենց ձևակերպման անկախ արդար դատարանում, բայց փորձագետները Էրդողանի այս ձեռագրին լավ ծանոթ են, նա չի կարող առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում տարիքի պատճառով։ Իսկ այս փուլում դժգոհության ու հասարակության բողոքի ֆոնին դժվար թե կարողանար մեծամասնություն հավաքել։ Նախ սկսեց ուժեղ մրցակցից, նրան խաղից հանելուց հետո Թուրքիայում արտահերտ ընտրություններ կհայտարարվեն։ Ոստեցան Էրդողանը այս անգամից հետո չի կարող թեկնածություն ուրեմն դնել, ըստեցան պետքա տեղ ունենա իշխանության տրանսֆորմացիա։ Իսկ եթե հակառակորդը ունի խարիզմատիկ գործիչ, մեծ հեղինակություն ունեցող, իշխանության տրանսֆորմացիա ուղղակի հնարավոր չի լինի։ Ստամբուլի ձերբակալված քաղաքապետը բանտից նաև ուղերձ է եղել Էրդողանին, ձևակերպել է այսպես թե այնպես դու կպարտվես։ Գործչին բանտում փակելով հարցը չի լուծում Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Փորձագետները կարծում են բողոքի այս ալիքը դժվար թե շուտ մարի, այն իր ազդեցությունը կունենա նաև ընտրական գործընթացում։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։